Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Պատերազմի ուրվականը կրկին խորհրդարանում է, ինչ է պնդում արտաքին հետախուզության ծառայության պետն ու ինչ փաստեր է առաջ բերում։ Միջադեպ ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը նկատողություն է արել թիմակցին։ Ինչ է հայտնի Փաշինյանի 2026 թվականին Իրան կատարելի կայցի մասին, Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել։ Ճգնաժամը Եվրոպայում, հաշվարկը Երևանում, գագաթնաժողովի չհայտարարված օրակարգը։ 3 վնասված մեքենա, 4 տուժած, 19-ամյա վարորդը շղթայական վթարի պատճառ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Բելարուսի հետ հարաբերությունների մասին խոսելիս Սիմոնյանն ասել է, որ հապկում գործընկերոջ նկատմամբ Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները։ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստներն է վատացնում հարաբերությունները։ Քաղաքական կուրսը դա ամեն պետության ընտրության հարց է, Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են եւ ես կարծում եմ, որ ամեն պետություն իր օրինակն է ընտրում, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրանք մի քիչ այլ ճանապարհ են։ Ալեն Սիմոնյանին հունից հանել է հարցը, թե հայ-ռուսական հարաբերությունների վրա վատ չեն անդրադառնա արդյոք Երևանում անցկացված Եվրոպական գագաթնաժողովին եվրոպացի տարբեր պաշտոնյաների հնչեցրած մտքերը։ Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրությունները անցել են կեղծիքներով եւ հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհայտարարած արդյունքները Ռուսաստանը շնորհավորել է, նշանակել է ստեղ նամեսնիկ։ Մեր ուժայինների մեծ մասը ղեկավարները ճշտվել են այդ երկրի հետ։ Մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, մեր քաղաքական սաղ ուղեցիրը հաստատ բանալվել է, համաձայնեցվել է եւ զուգահեռ տարվել է։ Մեր դեսպանները մեծ պետություններում իրանց դեսպանների հետ համագործակցել են, որ հանկարծակի մենք անկախություն ենք ունեցել քաղաքական իմաստով։ Մենք մինչեւ 18 թվական անկախություն չենք ունեցել։ Սիմոնյանը խոսել է նաև գերիների վերադարձի մասին։ Այս հարցում էլ իշխանության խոսույթը չի փոխվել։ Ասում են թողեք աշխատենք, որ վերադառնան։ 200 գերիներից մնացել է 19 հոգի, կարամ ամեն օր քեզ թուղթ գրեմ, ուղարկեմ, ուրախ ցույց տակ, ծապտակ անցնեք, գնաք առաջ եւ ընդհանրապես բան չփոխվի։ Թողեք գործ անենք, թողեք այդ մարդկանց հետ բերենք ոնց որ բերում ենք։ Հերիքա քաղաքական շարժումներ անեք, գերիների հետ կապված բանը անհայտ կորածների ծնողների հետ կապված քաղաքական շահարկումներ անեք, մահացածների թիվը ավելացնեք, չգիտեմ, ամենի մահի վրա, չգիտեմ, դժբախտության վրա աչոք հավաքեք։ Իսկ ազգային ժողովի նիստերի դահլիճում թեժ քննարկում էր ընթանում արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի եւ ընդդիմության միջև։ Նրա խոսքով Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերին պատերազմ լինելու մասին խոսքերը շատ տրամաբանական են։ Եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ինչ վերաբերում է ծառայությանը, մենք ինչպես ասացի, անդադար բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող գնահատված ռիսկերը հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա զեկուցում ենք ըստ սահմանված կարգի։ Գրիգորյանին հակադարձել է պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Պատգամավորի խոսքով ծառայությունը որևէ նման տվյալ չի ներկայացրել եւ խոսքը եղել է քաղաքական հայտարարության մասին։ Այսինքն փաստվեց, որ արտաքին հետախուզության ծառայությունը որևէ նման տվյալ չունի, դա ընդհանրապես վարչապետի քաղաքական հայտարարություն էր, որը մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Շնորհակալություն։
Սակայն նախընտրական գործընթացն առանց սկանդալների չի անցնում։ Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում ծնողները ահազանգ են հնչեցնում, աշակերտներին ստիպել են հագնել իշխանական կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։ Փաշինյանի այցից առաջ։ Տնօրենը սկզբում մեկ այլ լրատվամիջոցի չի հերքել, սակայն հետո պնդել է տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Արդյոք դպրոցը դարձել է քաղաքական ազդեցության հարթակ եւ ով է պատասխան տալու հնարավոր խախտումների համար Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որը նաև քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում է, ստիպել է դպրոցի աշակերտներին Փաշինյանի այցից առաջ ՔՊ-ի քարոզչական շապիկներ հագնել։ Ահազանգել են ծնողները, ինքը տնօրենը չի հերքել։ Իշխանություն լրատվականի հետ զրույցում ասել է՝ սրտիկ բոլորն են անում, պետք չէ վարչապետի հետ ասոցացնել։ Մենք որոշեցինք անձամբ զրուցել տնօրենի հետ, հասկանալու, թե ինչու է օրենքը շրջանցում, չէ որ դպրոցում արգելված է քաղաքականությամբ զբաղվել։ Ահա պատասխանը։ Աշակերտների վրա 7000 դրամով քաղաքական շապիկ վաճառելու ահազանգի հիմքով ազատեք տարածքը։ Հիմար բաներ մի խոսեք։ Դե մեկնաբանը կես դեպքում։ Դուք ում հետ որ հարմար եմ գտնում, նրա հետ խոսում եմ։ Շատ շնորհակալություն, գնացեք այդ ծնողների հետ բարձրաբանում արեք, հեքիաթներ մի պատմեք էս։ Դե մեկնաբանեք այդ դեպքում։ Չեմ մեկնաբանում։ Ստացվում է, մեկ շաբաթ առաջ Երեմյանը հաստատել է լուրը, իսկ հիմա պնդում է, թե սուտ տեղեկություն է։ Տիկին ազատեք տարածքը։ Դուրս եկեք էստեղից։ Զանգեք ոստիկանություն, որ եկել են դպրոցի տարածք եւ աղմուկ են բարձրացնում։ Գնացեք ստեղից։ Շապիկ եք վաճառում։ Հարգելիս գնաց ստեղից։ Սուտ եք խոսում հաջողություն։ Վստահ եք Տիկին Երեմյանը սուտ է։ Երեմյանը դասաժամերին խոսում է քաղաքականությունից, քաղաքացիական պայմանագրի քարոզնանում։ Աշակերտները դեռ օրեր առաջ էին մեզ պատմել, ինչպես է տնօրենը սպառնում, թե իշխանությանը չի ենթարկվելու պարագայում Հայաստանի վատ ու դժվար օրերը կվերադառնան։ Դպրոցի սաները պատմում էին, ինչպես է Երեմյանը վիրավորում իր գործընկերներին, կրթահամալիրի ուսուցիչներին։ Նաև հաստատեցին, որ ոչ միայն ստիպել է հագնել ՔՊ-ի շապիկները, այլև վճարել դրանց համար։ Ռեպորտաժն արդեն պատրաստ էր, երբ աշակերտներից մեկը զանգահարեց խնդրանքով, որ իրենց խոսքը չհրապարակենք։ Տնօրենն էր սպառնացել, որ եթե խոսեն, կամ կհեռացվեն դպրոցից, կամ ավարտական դասարաններում խնդիրներ կունենան։ Այդ դպրոցը դեռևս կառուցման փուլում է, որովհետև այդ դպրոց եւ երեխաները դասերը անում են ուրիշ դպրոցի տարածքում։ Այդ կերպարը, անունը արդեն մոռացել եմ, նա բացահայտ քարոզություն է տանում եւ չի դադարում։ Նա բազմիցս տարբեր անգամ աչքի է ընկել իր ģեր նիկոլականությամբ, եթե այդպես կարելի է բնութագրել։ Կրթահամալիրի տնօրենի ֆեյսբուքյան էջը քաղաքացիական պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակումներով է ողողված։ Դե իսկ նա ՔՊ-ի ցուցակի 72-րդ համարն է։ Հայաստանի Հանրապետության հանրակրթության մասին օրենքի հոդված 4-ի մաս 8-ում սահմանվում է. ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն։ Միաժամանակ նույն օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է պետական ուսումնական հաստատության տնօրենը չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական ստեղծագործականից։ Հանրակրթության օրենքում հստակ ամրագրված է եւ կրթության մասին օրենքից բխող են նաեւ այդ փոփոխությունները, որտեղ ուսումնական հաստատություններում քաղաքական եւ կրոնական գործունեությունը արգելված է։ Մենք խստացրել ու հստակեցրել ենք այդ պահանջները տնօրենի քաղաքական զսպվածության պահանջով նաեւ։ Եվ դա մեզ համար շատ կարեւոր է։ Եվ ես հաշվի առնելով նաեւ, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթը օգտագործելով ուզում եմ եւս մեկ անգամ հստակ հայտարարել. Կրթության ոլորտի մարդիկ պիտի կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով։ Աշակերտներին կամ ուսուցիչներին ստիպելը մասնակցել քաղաքական կուսակցական միջոցառմանը համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում կամ հարկադրանք, որը ենթադրում է իրավական պատասխանատվություն։ Խորհուրդ եմ տալիս, որ Նիկոլին, որ նրան նշանակի կրթության նախարար, որովհետև այն գործունեությունը, որ նա անում է շատ լոկալ մի դպրոցի մակարդակում, պետք է բարձրացնել արդեն նախարարության մակարդակ եւ հատկապես նախընտրական շրջանում նա շատ օգտակար կադր կարող է լինել Նիկոլին։ Իսկ մենք քաղաքացիական հասարակությունը, մտավորականությունը պետք է բողոքի դրա դեմ եւ դատական գործեր հարուցի, որովհետեւ այսպես շարունակել չի կարելի։ Սա բացահայտ
բացահայտ օրենսդրության խախտում է։ Նախորդ տարի էլ Ռուզաննա Երեմյանը մեկ այլ սկանդալային գրառում էր արել։ Նա իր սոցիալական էջում թիրախավորել էր ամենայն հայոց կաթողիկոսին ու հայտարարել, որ միանալու է նրա դեմ իրականացվող շարժմանը։ Իսկ ահա այսօրվա միջադեպի հետ կապված պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք ԿԳՄՍ նախարարությանը։ Նախարարությունից մեզ հորդորեցին ապացույցները ներկայացնել կամ իրենց, կամ իրավապահ մարմիններին։ Ապացույցները կան։ Ըստ անհրաժեշտության կփոխանցենք։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատողություն է արել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ջուլիետա Ազարյանին։ Նիստի ընթացքում Ռուբինյանը դիմել է Ազարյանին, պահանջելով լքել դահլիճը հեռախոսով զբաղվելու համար։ Ազգային ժողովի փոխնախագահը նաև նախազգուշացրել է падգամավորին, նշելով, որ վերջինս խանգարում է նիստի բնականոն ընթացքը։ Այս օրերին քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր։ Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլիչը։ Նրանք քննարկել են ընթացիկ գործընթացն ու արձանագրել որոշակի առաջընթաց, մասնավորապես կարևորելով Գյումրի Կարս երկաթուղու վերագործարկման շուրջ աշխատանքային խմբի վերջին հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովի շրջանակում Սպուտնիկ Արմենիային հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հիշեցնեմ, դեռևս փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական գործակցության փաստաթուղթ ստորագրել ենթադրաբար 2026-ին Փաշինյանի այցի ժամանակ։ Մինչ Երևանում հավաքվել էին եվրոպական առաջնորդները, տարածաշրջանից ընդամենը մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա սրվում էր լարվածությունը։ Իրադարձությունները Մերձավոր Արևելքում արդեն ազդում են գլոբալ էներգետիկ շուկաների վրա, եւ այդ ազդեցությունը զգացվում է նաև Եվրոպայում։ Այս ֆոնին Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ եվրոպական այլ պաշտոնյաների ուղերձները Երևանում հնչում են ոչ միայն որպես քաղաքական հայտարարություններ, այլև որպես արձագանք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական վիճակին։ Ինչ դեր է ստանձնում Երևան այս պայմանում, գագաթնաժողովին քննարկվել են միայն պաշտոնական օրակարգի հարցերը, թե կար նաև չհայտարարված օրակարգ։ Թեմային անդրադարձել է Սեդա Կիրեղյանը։ Մինչ Հայաստանում ընթանում են եվրոպական ղեկավարների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ, մի քանի 100 կիլոմետր հարավում եռում է իրավիճակը։ Եռում է Եվրոպայի հաշվին, Եվրոպայում խորանում է էներգետիկ ճգնաժամը։ Իրանը հերթական հարվածն է հասցրել է միություններին, զուգահեռ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Փորձագետները սա պատահական չեն համարում։ Սրացման նորալիքը տեղի ունենում Երևանյան գագաթնաժողովին զուգահեռ, հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ Եվրոպան այդ գագաթնաժողովով փորձում է բարելավել իր դիրքերը հենց մերձարևելյան ծոցի իրավիճակի փոխ ռիսկերը կառավարելու տեսանկյունից։ Իրանի հարվածները հերթական անգամ նավթի գնի թանկացման պատճառ են դարձել։ Եվրոպական ղեկավարները ճգնաժամը հաղթահարելու լուծումներ են փնտրում, իսկ այդ լուծումները փորձում են գտնել Երևանում, պատերազմի թեժ կետից փոքր-ինչ հյուսիս։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում իր առաջին ելույթով Կովկասն այլ կոնտեքստում կարևորեց։ Այս գագաթնաժողովի անցկացումը Երևանում ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը հատկապես հիմա, երբ Իրանում պատերազմ է ընթանում։ Համաշխարհային էներգակիրների գնի տատանողականությունը ցավալի վնաս է պատճառում մեր մրցունակությանը, բայց մենք ակտիվներ ունենք Եվրամիությունում։ Դա այն էներգետիկան է, որը մենք ներսում ենք արտադրում։ Այս հայտարարությունն արվեց, երբ Իրանը հերթական անգամ հարվածեց Արաբական Միացյալ Էմիրություններին, ինչի արդյունքում նավթի գները կրկին աճեցին, բայց այլընտրանքային էներգիան Եվրոպային ինքնաբավ կդարձնի արդյոք։ Իրենք եթե այստեղ ցույց են տալիս ակնհայտ անհանգստություններ, նշանակում է, որ դեռևս շատ հեռու են իրենց սեփական վերականգնվող էներգետիկայի պաշարներով լուծելու իրենց էներգետիկ ինքնաբավության հարցը։ Սակայն վերականգնվող էներգիան մեծ ֆինանսներ է պահանջում, իսկ նույն ֆոն դեր Լայենի պնդմամբ պատերազմի յուրաքանչյուր օրը 500 միլիոն է արժենում Եվրոպայի համար, այսինքն Եվրոպան դեռ տևական ժամանակ կախված կլինի արտաքին էներգետիկ ռեսուրսներից, պնդում է քաղաքագետը։ Բայց այս ամբողջը Երևանում պարզապես չեն քննարկում։ Երևանը դառնում է այն կետը, որտեղ Եվրոպան փորձում է տեղավորվել այս նոր խաղում։
Հայաստանի կարևորությունը կամ առանձնահատկությունը այն է, որ Կովկասում գործնականում միակ երկիրն է, որտեղ Եվրոպան ունի առավել ակտիվ գործելու հնարավորություն։ Վրաստանում գիտենք խնդիրներ կան ներկայիս իշխանության քաղաքականության հետ կապված եւ Եվրամիության ղեկավարության հետ հարաբերությունը բավականին սառը վիճակում է։ Ադրբեջանը իրեն շատ ավելի փակ է պահում եւ Եվրամիության հետ հարաբերություններում շատ ավելի ինքնուրույն ու հավակնոտ է։ Իսկ եթե Եվրամիությանը չի հաջողվում քաղաքական թելադրող դիրքեր ունենալ Հայաստանում, սա կարող է գնահատվել արևելյան ուղղությամբ քաղաքականության ձախողում, պնդում է քաղաքագետը։ Այսպիսով, մինչ Հորմուզում լարվածությունը շարունակում է թելադրել նավթի գինը, Եվրոպան Երևանում փորձում է հասկանալ ինչպես կառավարել դրա հետևանքները։ Փորձագետների պնդմամբ սա պարզապես տարածաշրջանային թեմա չէ։ Սա խաղ է, որտեղ Հայաստանը ոչ թե դիտորդ, այլ հարթակ է դարձել։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի 4 վագոն 272 տոննա պարարտանյութ և 6 վագոն 420 տոննա հացահատիկ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների պարարտանյութը և հացահատիկը Բիլաջարի կայարանից տեղափոխվել են Բոյուկ Քյասիկ։ Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արդեն իսկ տեղափոխվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։ Մեկ անհաջող վազանց և հետևանքը շղթայական վթար Երևանում։ 19-ամյա վարորդը, որ ըստ նախնական տվյալի փորձել է մրցակցել ու վազանց կատարել, բախվել է ավտոբուսի։ Արդյունքում վնասված 3 մեքենա և տուժել է 4 մարդ։ Ինչպես է պատահել, որ վարորդական իրավունքից զրկված երիտասարդը կրկին հայտնվել է ղեկին և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս միջադեպը, ռեպորտաժում։ 19-ամյա վարորդը, որ փորձում էր իր պնդմամբ նվաստացնել Nissan Magnich-ի մեքենայի վարորդին վազանց կատարելով, կասեցված վարորդական իրավունք է ունեցել, բայց միևնույն է նստել է մեքենայի ղեկին։ Ինչ անենք, նվաստացնենք, ինչ անենք, մտկրենք։ Մինչ տղայի կողքին նստած 21-ամյա ընկերը հորդորում էր չվախենալ, ամեն ինչ այսպես ավարտվեց։ Վախենաս։ 3 վնասված մեքենա և 4 տուժած։ Հարվածը եղավ 53 համարի ավտոբուսին, Միասնիկյան պողոտայում կենդանաբանական այգու դիմաց։ Դա վերածվեց ևս 2 մեքենայի մասնակցությամբ շղթայական վթարի։ Մարմնական վնասվածքներ էին ստացել 19-ամյա վարորդն ու նրա 21-ամյա ուղևորը, 1 հոգի ավտոբուսից, 1 հոգի էլ նրանց հարվածած 3-րդ մեքենայից։ 19-ամյա տղան ավտոբլոգեր է, համացանցում հաճախ է հանրայնացնում մեքենաներին առնչվող հոլովակներ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հրապարակված հոլովակում կարծես թե հպարտ էր իր արարքով։ Մինչև մի որոշ ժամանակ չնստեն ու խելքները գլուխերը չառնեն, մշտապես հանրության համար վտանգ են ներկայացնելու։ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել 2 հոդվածներով։ Ուրեմն Mercedes Magnich-ի ավտոմեքենան ճանապարհատրանսպորտային պատարի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում։ Ուստի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով եւ միացվել նախաձեռնված քրեական վարույթին։ Վերջին հոդվածը վերաբերում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելուն։ Իդեպ դատական տեղեկատվական համակարգում երևում է տղայի հայրը։ Նա ևս մի քանի անգամ ներգրավված է եղել ճանապարհատրանսպորտային հիմքով դատական գործերի մեջ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լարվածության ֆոնին Մոսկվան հայտարարում է Ուկրաինայի հարցի վերաբերյալ բանակցության դուռը փակված չէ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան պատրաստ է արդյունավետ և արդյունքահեն բանակցությունների ու չի հրաժարվում շփումներից։ Անշուշտ մենք բաց ենք բանակցային գործընթացի շփումների համար, որոնք իրական արդյունք կունենան։ Բայց նորից եմ ասում, մենք մեր կողմից չենք հրաժարվել բանակցային գործընթացի կոնցեպտից, շփումներից, հանդիպումներից, որոնք ուղղված կլինեն մեր հայտարարած արդյունքին հասնելուն։
Աքսիոսն էլ հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։ ԱՄՆ-ն հնարավոր համաձայնագրի առանցքային կետերի վերաբերյալ Իրանի պատասխանին կսպասի 48 ժամվա ընթացքում։ Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբոր Այդեն Չավուշօղլուի վրա։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակումը տեղի է ունեցել 3 երեկոյան Ալանիայում գտնվող գործարարի գրասենյակում։ Ըստ տեղեկության հարձակումից հետո Այդեն Չավուշօղլուն տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ոստիկանությունը դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չի հրապարակել միջադեպի վերաբերյալ, այդ թվում հարձակվողի ինքնության եւ հնարավոր դրդապատճառների մասին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգները կարճ ժամանակով կասեցնում է ազատություն նախագիծը, որի շրջանակում ամերիկյան ռազմանավերն ուղեկցում էին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Գործողությունը տևել է 1 օրից մի փոքր ավելի։ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում գրել է, որ որոշումը կայացրել է Պակիստանի եւ այլ երկրների խնդրանքով եւ Իրանի դեմ արշավում ձեռք բերած հսկայական ռազմական հաջողությունների լույսի ներքո։ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի իշխանություններին 20 տարի կպահանջվի երկիրը վերականգնելու համար, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Իրանն էլ երբեք նույնը չի լինի, ասել է նա։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Իրանն այլևս չի կարողանա ֆինանսավորել Համաս եւ Հեզբոլլա խմբավորումներին այնպես, ինչպես անում էր նախկինում։ Կարծում եմ ավելի լավ է Չինաստանի հետ լեզու գտնել, քան պատերազմել։ Նրանք հետևում են, թե ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, նրանք հետևում են, թե ինչ տեղի ունեցավ Իրանում, ասել է Թրամփը խոսելով Չինաստանի հետ հարաբերությունների մասին։ Իրանը փորձում է աշխարհը ենթարկեցնել իրեն, նրանք մաքուր ագրեսոր են, այս հայտարարությունն էլ արել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ Իրանի հետ հրադադարը չի ավարտվել։ Այս պահին հրադադարն անշուշտ պահպանվում է, բայց մենք շատ ուշադիր կհետևենք իրավիճակին, ասել է նա։ Իրանի Յազդ նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, որը պնդում է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։ Յազդի գլխավոր դատախազը նշել է, որ հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերացվել է քրիստոնեական աղանդի հետ կապված ցանց։ Ըստ դատախազության աղանդի որոշ հետևորդներ պատռել եւ այրել են Ղուրանը, անարգել կրոնական սրբավայրերը, ինչպես նաեւ աղոթել Իսրայելի ռազմական հաղթանակի համար։ Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ Ելդրմհանը։ Այն ունի մինչև 6000 կիլոմետր թռիչքի շարավիղ։ Թող ոչ ոք չկասկածի, որ անհրաժեշտության դեպքում մենք այն կօգտագործենք առանց վարանելու, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ 281 կողմ 4 դեմ Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Իլիե Բոլոժանի կառավարությանը, ստիպելով նրան հրաժարական տալ։ Նշենք, որ Բոլոժանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում այցելել էր Երևան։ Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորված զբոսանավի վրա տեղի է ունեցել հանտավիրուսի կրծողների կողմից տարածվող հազվագյուտ հիվանդության բռնկում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հիվանդության հետևանքով մահացել է 3 մարդ եւ հնարավոր է տեղի է ունեցել վարակի մարդուց մարդու փոխանցման դեպք։ Նավի վրա կա մոտ 150 ուղևոր։ Այն այժմ խարիսխ է գցել Կաբո Վերդեի մայրաքաղաքի նավահանգստի մոտ։ Եվ վերջում Հարավային Աֆրիկայում ոստիկանին ուղղաթիռից իջեցրել են կոկորդիլոսներով լի ճահիճը, անհայտ կորած տղամարդուն ուտելու համար կասկածվող կոկորդիլոսին տարհանելու համար։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։